Ողջույն բարեկամներ, եթերում Ամերիկայի ձայնի հայացք Ամերիկա հաղորդաշարն է, ձեզ հետ կրկին Ստելլա Գրիգորյանն է, մեր այսօրվա հաղորդմանը դիտեք։ Նախագահ Թրամփը գնում է նոր Տեսլա Իլոն Մասկին աջակցելու համար։ Արդյոք 2032 թվականին աստերոիդը կհարվածի երկրին։ Նոր ուսումնասիրությունը պարզում է, թե ինչու է Մարսը կարմիր։ Լոս Անջելեսում անցկացված ռոբոտաշինության մրցույթին մասնակցել են Հայաստանից ժամանած երիտասարդներ։ Նոր հավելվածը տեղեկացնում է տան գնորդներին ապագա հարևանների քաղաքական հայացքների մասին։ Տեսլայի դեմ անցկացվող բողոքի ակցիաների եւ ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է գնել նոր Տեսլա ավտոմեքենա Իլոն Մասկին աջակցելու համար։ Ընկերության սեփականատերը ներկայում գլխավորում է Թրամփի վարչակազմի կառավարության արդյունավետության դեպարտամենտը։ Տեսլայի դեմ բողոքի ցույցերի պատճառը նրա դերն է Թրամփի վարչակազմի հանձնարարությամբ դաշնային աշխատուժի կրճատումների գործընթացում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է գնել նոր Տեսլա ավտոմեքենա աջակցություն ցուցաբերելու էլեկտրամեքենաների արտադրող ընկերության ղեկավար եւ իր դաշնակից Իլոն Մասկին։ Հայտարարությունը հնչել է Տեսլայի դեմ անցկացվող բողոքի ակցիաների եւ ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին։ Հայտարարությունից հետո Տեսլա ընկերության բաժնետոմսերն աճել են մոտ 5%-ով, վերջին 4.5 տարվա ամենամեծ մեկօրյա անկումից հետո։ Տեսլայի դեմ բողոքի ցույցերի պատճառը Մասկի դերն է Թրամփի վարչակազմի հանձնարարությամբ դաշնային աշխատուժի կրճատումների գործընթացում։ Անցյալ շաբաթ մոտ 350 ցուցարար բողոքի ակցիա է անցկացրել Օրեգոնի Փորթլենդ քաղաքում Տեսլայի ավտոսրահի առջև, իսկ մարտի սկզբին Նյու Յորքում Տեսլայի ներկայացուցչության դիմաց անցկացված բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է 9 մարդ։ Մասկը ներկայում գլխավորում է Թրամփի վարչակազմի կառավարության արդյունավետության դեպարտամենտը։ Truth Social հարթակում հրապարակած գրառման մեջ Թրամփը պաշտպանել էր Մասկին, նշելով, որ նա անձնվիրաբար օգնում է երկրին եւ ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ Վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Տեսլա, որպես վստահության եւ աջակցության նշան Իլոն Մասկին, իսկապես հիասքանչ ամերիկացուն, գրել էր Թրամփը։ Ի պատասխան Մասկը շնորհակալություն էր հայտնել Թրամփին X սոցիալական հարթակում։ Դոնալդ Թրամփը եւ Իլոն Մասկը հանդիպել են Սպիտակ տանը նախագահի նոր Տեսլան ընտրելու համար։ Նախագահը նաև հայտնել է, որ այսուհետ Տեսլա ընկերության նկատմամբ վանդալիզմը կհամարվի ներքին ահաբեկչություն։ Երեքշաբթի նա Տեսլայի գործադիր տնօրենի հետ միասին Սպիտակ տան առջևում ընտրել է իր նոր Տեսլայի Model S մակնիշի կարմիր մեքենան։ Մեքենան փորձարկելուց հետո նախագահը նշել է, որ պատրաստվում է միանգամից վճարել մեքենայի ամբողջական գինը, որը հիմնականում վաճառվում է մոտ $80,000։ Նախագահի այս քայլն աջակցության մեծ նշան է իր ամենահզոր խորհրդականի համար։ Անուշ Հակոբյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Ինչպես գիտեք, Իլոն Մասկի հավակնությունները ձգվում են մինչև տիեզերք վերջինի SpaceX ընկերության միջոցով, սակայն տիեզերքում էլ վերջին շրջանում անհանգստության առիթ կար երկիր մոլորակի ուղղությամբ շարժվող աստերոիդի պատճառով։ Իր ուրախություն մեզ գիտնականներն ասում են, թե ամենայն հավանականությամբ այն կշրջանցի մեր մոլորակը։ Մանրամասները տեսանյութում։ Լավ նորություն երկրաբնակների համար։ Մեր մոլորակի ուղղությամբ շարժվող աստերոիդը ամենայն հավանականությամբ չի ոչնչացնի այն 2032 թվականին, սակայն մասնագետները դեռ ամբողջովին չեն բացառում դրա հնարավորությունը։ Աստերոիդը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերի վերջին NASA-ի կողմից ֆինանսավորվող մերձերկրյա օբյեկտների ուսումնասիրության Atlas համակարգի միջոցով։ Հաշվարկները ցույց են տվել, որ 2032-ին այն կարող է բախվել։ Գիտնականները շարունակում են ուշադիր հետևել աստերոիդի հետագծին, որը յուրաքանչյուր 4 տարին մեկ պտույտ է գործում երկրի շուրջ։ Աստղադիտակի դիտարկումները ապահովում են ավելի ճշգրիտ տվյալներ ոչ միայն աստերոիդի հետագծի, այլև ամենակարևորը դրա չափերի վերաբերյալ, քանի որ աստերոիդի չափը բավականին դժվար է որոշել միայն օպտիկական աստղադիտակների միջոցով։ Մինչդեռ ինֆրակարմիր պատկերները թույլ են տալիս հնարավորինս ճշգրիտ որոշել այս երկրային մարմնի չափերը։ Գիտնականների գնահատմամբ աստերոիդը ունի 40-ից 90 մետր լայնություն եւ այն շարժվում է փամփուշտի գերարագ գնդակից մոտ 15 անգամ ավելի արագ։ Անցած շաբաթվա մյուս նորություններից արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse օդանավի ստեղծողները նոր նախագիծ են ներկայացրել։ Նրանց պնդմամբ
այն կարող է պատմություն կերտել ավիացիայի ոլորտում։ Now it's one step. Climate Impulse-ը մեր նոր հավակնոտ նախագիծն է, որի նպատակն է կանաչ ջրացնով աշխատող օդանավով իրականացնել զրոյական արտանետումներով առաջին անվայրեջք շուրջ երկրյա թռիչքը։ Եթե ցույց տանք, որ դա հնարավոր է երկնքում, տեխնոլոգիան անշուշտ կիրառելի կլինի նաև երկրի վրա։ Everything. Օդանավը գործարկվում է հեղուկացված ջրացնով, որը ստացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից։ Հեղուկ ջրածինը արդեն իսկ օգտագործվում է որպես հրթիռային վարելիք, սակայն դրա կոմերցիոն կիրառելիության մասին խոսելը դեռ վաղ է։ Ընկերությունը փորձնական թռիչք է նախատեսում 2026 թվականին։ Վերջում առաջարկում ենք վայելել հյուսիսափայլը տիեզերքից պատկերող այս լուսանկարը։ NASA-ն հրապարակել է Կանադայի տարածքում հյուսիսափայլի դիտարժան կադրեր, որոնք նկարահանվել են միջազգային տիեզերակայանից։ Այսպիսի շլացուցիչ տեսարան է բացվում, երբ արևային քամու լիցքավորված մասնիկները փոխազդում են մեր մոլորակի մագնիսական դաշտի հետ։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Շարունակելով թեման անդրադառնանք Մարսին, որն ինչպես հայտնի է, կարմիր մոլորակ է։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մոլորակի մակերևույթը պատող ժանգոտ կարմիր հանքանյութերը դեռ պարունակում են անսահման փոքր քանակությամբ ջուր, ինչը հուշում է, որ Մարսն ունեցել է ցուրտ եւ խոնավ անցյալ։ Գիտնականների կարծիքով դա կարող է նաև օգնել հասկանալ, թե երբ է Մարսը վերածվել երկաթի օքսիդային անապատի։ Հարյուրավոր տիեզերանավեր տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են Մարսը։ Մոլորակի չորացած լճերով ու գետերով լանդշաֆտը գիտնականներին հուշում է, որ ժամանակին այնտեղ եղել է հեղուկ ջուր։ Տիեզերական առաքելությունները թափանցել են նաև մոլորակի ինդերքը, բացահայտելով մի քանի կիլոմետր խորության վրա սառույցի շերտեր։ Առաջիկա տասնամյակի ընթացքում Perseverance մարսագնացը արժեքավոր նմուշներ կտրամադրի, որոնք կարող են հեղափոխել մեր պատկերացումները Մարսի մասին։ Սակայն մինչ դա տեղի ունենա, գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում վերարտադրել Մարսի փոշին, որի հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում։ Նախորդ մարսյան առաքելությունները հետազոտական խմբին մանրամասն տվյալներ են տրամադրել մոլորակի փոշեպատ մակերեսի վերաբերյալ։ Այժմ խումբը նոր արարական մեթոդների օգնությամբ պարզել է, որ Մարսի կարմիր գույնը պայմանավորված է ջուր պարունակող երկաթի օքսիդով, որը հայտնի է որպես ֆերիհիդրիտ։ Հետազոտողները նշում են, որ ֆերիհիդրիտը առաջանում է սառը ջրի առկայության պայմաններում։ Դա վկայում է այն մասին, որ Մարսի վրա երկաթի օքսիդը գոյացել է դեռևս այն ժամանակ, երբ մոլորակի վրա եղել է ջուր։ Մարսի մթնոլորտը ծայրաստիճան չոր է, այն ընդամենը մի քանի 100% ջրի գոլորշի է պարունակում, ուստի այնտեղ առաջացած ժանգը պետք է լինի չափազանց չոր, բայց այս վերջին հետազոտությունը, որը կատարվել է եվրոպական եւ ամերիկյան ուղեծրային սարքերի ու վայրեջքային մոդուլների համատեղ դիտարկումների միջոցով ցույց է տալիս, որ Մարսում առաջացող ժանգը շատ ավելի նման է Երկրի վրա մեծ ծանոթ ժանգին։ Դա ուղղակի չոր օքսիդացված երկաթ չէ, այլ պարունակում է զգալի քանակությամբ ջուր։ Հետազոտության գլխավոր հեղինակ Ադոմաս Վալանտինասը սկսել է Մարսի վերաբերյալ իր ուսումնասիրությունը Բեռնի համալսարանում եւ ավարտել այն Ամերիկայի Բրաունի համալսարանում։ Վալանտինասը նշում է, նոր հետազոտությունը պարզաբանում է, թե ինչու է Մարսը համատարած կարմրել։ Մեր հետազոտությունը հաստատում է, որ Մարսի վրա եղել է հեղուկ ջուր, սակայն փոխում է մեր պատկերացումները այն մասին, թե ինչու եւ ինչպես է Մարսը ժանգապատվել։ Մարսի կարմիր գունավորումը այժմ այլ կերպ է բացատրվում։ Հիմա գիտենք, որ ժանգի առաջացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այնտեղ հեղուկ ջուր կար։ Միաժամանակ պետք է լիներ նաև թթվածնի ինչ-որ ձև, գուցե ջրից մթնոլորտից կամ այլ աղբյուրներից, որը նպաստել է ժանգի առաջացման գործընթացին։ Թերևս կարմիր մոլորակի վերաբերյալ նոր հետազոտությունը գիտնականների համար ավելի շատ հարցեր է առաջ բերում։ Վալանտինասը նշում է, որ այլ հետազոտությունների որոշ արդյունքների համաձայն Մարսի ջրային միջավայրի փոփոխությունը պետք է տեղի ունեցած լիներ մի քանի միլիարդ տարի առաջ, բայց սա դեռևս ենթադրություն է։ Այդ հետազոտություններից գիտենք, որ Մարսի վրա ջուր է եղել մոտ 3 միլիարդ տարի առաջ, այսինքն ժանգի առաջացումը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ։ Վալանտինասի խոսքով քամիները ժանգոտ կարմիր փոշին տարածել են մոլորակի վրա, սակայն անձրևների բացակայության պայմաններում փոշին չի լվացվել։ Մարսի վրա տեղումներ չկան, անձրև չի գալիս։ Քամիների ազդեցությամբ այդ ամբողջ նյութը տարածվել է, բայց չի լվացվել, ինչպես Երկրի վրա։ Օրինակ, Սահարայի անապատի փոշին երբեմն Աֆրիկայից հասնում է Եվրոպա եւ ծածկում ամեն ինչ, բայց ժամանակի ընթացքում
Անձրևները լվանում մաքրում են այն։ reaches even Europe from. Վալանտինասը նշում է, որ թեև գիտնականները ունեն ապացույցներ, որ Մարսի վրա ժամանակին ջուր է եղել, դեռևս պարզ չէ, թե որտեղից է այն առաջացել։ What's the source of the water? Was it rainfall? Was it marine? Որն է եղել ջրի աղբյուրը, անձրևաջրերը թե ծովային ջրերը։ Ինչ ջերմաստիճան է ունեցել ջուրը, երբ այդ հանքանյութը ձևավորվել է։ Արդյոք մանրէները դեր են խաղացել այդ գործընթացում։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չունենք։ So that there are many different things that you can learn. Գիտնականներին հետաքրքրում է նաև այն հարցը, թե ինչու ջրի առկայության պայմաններում կյանք չի առաջացել։ Անցյալում Մարսի վրա հեղուկ ջրի առկայության տեղանքների պարզաբանումը թույլ կտա այդ վայրերում փնտրել կյանքի ետքեր, բայց եթե այդ վայրերում կյանք չի ծագել, ապա ինչու։ Ինչ հավանականությամբ կարող էր կյանք ծագել այնտեղ։ Գիտնականները հուսով են գտնել այս հարցերի պատասխանները, երբ վերջապես իրականություն դառնան դեպի Մարս երկարատև առաքելությունները, իսկ դրա հավանականությունը կմեծանա, եթե այնտեղ ջուր լինի տիեզերական անձնակազմերի կարիքները հոգալու համար։ Ջրի առկայությունը կարևոր է ոչ միայն կենցաղային նպատակներով, այլև վերադարձի համար հրթիռային վառելիքի համար։ Այժմ երբ գիտենք, որ ջրով հարուստ այդ փոշին տարածված է ամբողջ մոլորակով, ստիպված ենք վերանայել փոշու ձևավորման ժամանակի ու կազմի վերաբերյալ առկա տվյալները։ Դեռ վաղ է դրա վերաբերյալ ենթադրություններ անել, բայց անամբեր սպասում ենք հետագա բացահայտումներին։ Վալանտինասը նաև ավելացնում է, որ Perseverance-ից երկիր ուղարկվող փոշու նմուշների վերլուծությունը կհաստատի իրենց լաբորատորիայում արված հայտնագործությունները։ Համեմատելով լաբորատոր տվյալները տիեզերանավերի դիտարկումների հետ, կարող ենք ավելի խորը պատկերացում կազմել Մարսի մակերեսի մասին։ Մենք դեռ չունենք Մարսից նմուշներ, այնինչ անում ենք հեռահար հետազոտություններ են։ Ինչպես անցյալ տարի հայտնել են տիեզերական գործակալությունից, Մարսի նմուշներ երկիր հասցնելու NASA-ի ծրագիրը ներկայում կասեցված է, մինչև գտնեն ավելի արագ ու էժան տարբերակ։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Լոս Անջելեսում անցկացված հեղինակավոր ռոբոտաշինության մրցույթին մասնակցել են Հայաստանից ժամանած երիտասարդներ։ First-ը ոչ միայն մրցույթ է, այլ հարթակ, որը կրթում, ոգեշնչում և միավորում է հազարավոր երիտասարդների, ստեղծելով գիտության և տեխնոլոգիայի նորարարական համայնք։ Դիտենք տեսանյութը։ First ռոբոտաշինության մրցույթը Լոս Անջելեսում մեկ-հարկի ներքո համախմբել է տարբեր երկրներից ժամանած 14-ից 18 տարեկան հարյուրավոր աշակերտների։ Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միմյանց հետ մրցելու և ամենավերջին նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ ռոբոտաշինական նոր ձեռքբերումներ գրանցելու համար։ Խիստ կանոնների, սահմանափակ ռեսուրսների և ժամանակի պայմաններում ավագ դպրոցի աշակերտները մրցում են հավաքելով միջոցներ, ստեղծելով թիմային բրենդ, զարգացնելով թիմային հմտություններ և կառուցելով ու ծրագրավորելով ռոբոտներ, որոնք մրցում են միմյանց դեմ։ Սա հնարավորինը մոտ է իրական ինժեներական աշխատանքին, որը կարող է ստանալ ուսանողը, ասում են կազմակերպիչները։ Արդեն մեր հերթն է մոտենում ու մենք պետք է գնանք ներկայացնենք մեր ռոբոտը, մեղադրենք դաշտում համապատասխան տեղ կա այդտեղ, ինչից հետո արդեն սկսում է մրցույթի բուն ընթացքը։ Մրցույթին առաջին անգամ մասնակցում են Հայաստանից ժամանած Արմատ ինժեներական լաբորատորիաների սաները։ Armatronics խմբի ստեղծումը Միացյալ Նահանգներում մաթեմատիկայի ուսուցիչ Արնո Բաբայեքյանի համար երկար տարիների երազանք է եղել։ First Robotics Program-ը շատ տարբեր մասեր ունի։ Ունի manufacturing, engineering, coding, ունի electronics, design, շատ տարբեր կատեգորիներ ունի, տարբեր գրուպեր ունի։ Մենք բոլորս միասին մի քանի շաբաթում նոր հասցրել ենք վերջնական տեսքի բերել, հա։ Ստացել ենք հավաքածուի միայն հիմքի մասը եւ էլեկտրոնիկան, իսկ ինչ երևում է վերևում, այդ ամեն ինչը արդեն մեր իմպրովիզացիան է, էլի։ Եթե նկատեցիք մյուս ռոբոտները, նրանք բոլորը միանման լուծումներ են։ Մերը լրիվ տարբերվող է իր լրիվ կոնստրուկցիայով։ Ամեն ինչով տարբերվում է բացառությամբ հիմքի հատվածը։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, առաջին անգամ հեղինակավոր այս մրցույթի ժամանակ հնչում է հայկական հիմն ու լավագույնը ներկայանում են հայ աշակերտները ժամանած Հայաստանի տարբեր մարզերից։
Այս տարի մրցակից թիմերը ցուցադրում են իրենց նորարարական ռոբոտներն ու ինժեներական հմտությունները, ապացուցելով, որ տեխնոլոգիական ապագան ձևավորվում է հենց այսօր։ Հաջորդ կարգին ավելցնենք Հայաստանի մեջ նոր խումբեր մեջտեղ բերենք, որ այս բոլոր կոմպետիշնը Հայաստան տանենք։ Ողջունելին այն է, որ բոլորն էլ տարբեր դպրոցների, տարբեր արմատ աշխատանոցներից են։ Ունեինք շատ դժվարություններ, սակայն շնորհիվ մեր հովանավորների հիմա այստեղ ենք եւ երեխաները շատ խանդավառված են, արդեն մեկ խաղ հաղթել ենք, հիմա սպասում ենք մյուս խաղերին։ Բոլորը շատ հուզված ենք, հպարտությունը հուզմունքը իրար են խառնվել, երբ մենք այս հարթակում հնչեցրինք մեր հայկական օրհներգը, որովհետեւ առաջին թիմն ենք, որ մասնակցում ենք այս մրցույթին, ու նպատակ ունենք հետագայում մեր թիմակիցներին նույնպես ողջևորել, որպեսզի Հայաստանից նոր թիմեր ձևավորվեն եւ մասնակցեն հետագա մրցույթներին։ Մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեն աշխատելու մասնագետների հետ, զարգացնելու տեխնիկական եւ առաջնորդության հմտություններ ու դառնալու ինժեներական աշխարհի ապագա մասնագետներ։ Հայաստանի թիմը ռոբոտը ստեղծել է 2 շաբաթվա ընթացքում սահմանափակ ռեսուրսներով։ Մասերը Միացյալ Նահանգներից են ուղարկել Հայաստան, հավաքել են այնտեղ ու իրենց հետ բերել լավագույնը մրցույթին ներկայացնելու համար։ Կազմակերպիչները հուսով են, որ ապագայում Հայաստանից մասնակիցների թիվը կավելանա եւ աշակերտները այստեղից վերադառնալով իրենց փորձն ու գիտելիքները կկիսեն հասակակիցների հետ։ Հայկական ռոբոտի հմտությունները արդեն հասցրել են զարմացնել ամերիկյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին։ Այս բոլոր ինչ որ հիմա գսկամ երազային էքսպերիենս է, քանի տարի է որ աշխատում վրան, հիմա վերջապես իրականացավ։ Շատ հբարդ եմ հայը լալուս, հբարդ եմ, որ հայերը եկան, մեր հետ կմասնակցին և հասկի ավելի բան չեմ ուզում։ Առաջին հերթին շատ մեծ փորձ են կուտակում, որը տանելու են Հայաստան այս երեխեքը ու կիսվեն մեր արմատի մյուս երեխեքի հետ։ Դա ամենաառաջի ձեռքբերումն է մեզ։ Հայ մասնակիցների համար սա միջազգային լայնամասշտաբ մրցույթի մասնակցելու առաջին փորձն է։ Վստահեցնում են, որ Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո աշխատանքները շարունակելու են իրենց ստեղծած ռոբոտի արագությունը եւ նոր հմտությունները կատարելագործելու համար։ Ամին Ամիրյան, Ամերիկայի ձայն, Լոս Անջելես։ Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 100 ամերիկացիներից մեկը վաճառում է իր տունը այն բանից հետո, երբ հարևանությամբ սկսում է բնակվել հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մեկը։ Անշարժ գույքի նոր հավելվածը հնարավորություն է տալիս տան գնորդներին նախապես իմանալ ապագա հարևանի քաղաքական հայացքների մասին, նախքան նրանք կկատարեն իրենց կյանքի ամենախոշոր գնումներից մեկը։ Տուն գնողների մեծ մասը ծանոթանում է հարևանների հետ միայն տեղափոխվելուց հետո, մինչդեռ անշարժ գույքի նոր հավելվածը հնարավորություն է տալիս գնորդներին նախապես պարզել իրենց ապագա հարևանների քաղաքական նախընտրությունները։ OIC-ի հավելվածի նպատակը գնորդներին տվյալներ տրամադրելն է, տուն փնտրելիս ճիշտ ընտրություն կատարելու համար։ OIC-ը Նյու Յորքում եւ Ֆլորիդայում փորձարկվող անշարժ գույքի նոր հավելված է, որը բաց աղբյուրներից տեղեկություններ է տրամադրում, որպեսզի գնորդները կարողանան պարզել իրենց պոտենցիալ նոր հարևանը գրանցված է որպես դեմոկրատ, թե հանրապետական։ Այն օգնում է հասկանալ այստեղ տեղափոխվելու դեպքում ինչպիսի մարդկանց հետ եք շփվելու, գուցե հրավիրվելու ընթրիքի, ինչպիսի մարդկանց շրջապատում եք մեծացնելու երեխաներին։ Մարդկանց իրապես հետաքրքրում է իրենց նոր հարևանների քաղաքական կողմնորոշումը, այնպես որ ինձ չի զարմացնում, որ ինչ-որ ընկերություն այժմ վաճառում կամ տրամադրում է այդ տեղեկատվությունը հնարավոր գնորդներին։ Բեն Մքքարթնին համահեղինակել է մի հետազոտություն, որը ցույց է տալիս, թե տան սեփականատերերը ավելի հավանական է, որ կտեղափոխվեն, եթե նոր հարևանի քաղաքական հայացքները տարբերվեն իրենցից։ Քաղաքական բևեռացումը պարզապես սոցիալական մեդիայում գոյություն ունեցող երևույթ չէ, այլ ազդում է նաև իրական տնտեսական որոշումների վրա։ Ուսումնասիրությունը պարզել է, որ յուրաքանչյուր 100 տեղափոխությունից մեկը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Նրանք չեն ուզում, որ քաղաքականությունը իրենց առօրյայի մասը լինի, բայց հետո նոր հարևան է գալիս, որը ոչ միայն ակտիվ արտահայտում է իր քաղաքական դիրքորոշումը, այլև պատկանում է հակառակ կուսակցությանը։ Արդյունքում ստեղծվում է լարված մթնոլորտ։ Բայց արդյոք այս օրինակ հավելվածները կարող են խորացնել քաղաքական պառակտումը Ամերիկայում։ Տվյալներ, որպեսզի նրանք տեղեկացված որոշումներ կայացնեն եւ օգտագործեն այդ տեղեկությունները իրենց հայեցողությամբ։ Իսկ OIC-ի հայտարարված նպատակը այդ հանրային տեղեկատվությունը ավելի հեշտ հասանելի դարձնելն է։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։
Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդումներին կարող եք հետևել նաև Ամերիկայի ձայնի առցանց հարթակներում։ Ամենայն բարիք ձեզ, ցտեսություն։